Անբարեխղճություն է Թրամփի ուղին միջանցք անվանելը, հատկապես հաշվի առնելով, թե ինչ այլընտրանք է ունեցել Հայաստանը եւ ինչ առաջարկ է նախկինում ներկայացվել Ռուսաստանի կողմից։ Հանրային քննարկումներում բարձրաձայնված հիմնական մտահոգությունը վերաբերում էր սահմանային անցմանը, անձնագրային եւ մաքսային վերահսկողությանը։ Ռադար Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը։ Փաստաթուղթը եկավ վկայելու նրա մասին, որ անձնագրային եւ սահմանային եւ մաքսային վերահսկողություն կա։ Այդ վերահսկողությունը ամբողջությամբ գտնվում է Հայաստանի պատկան մարմինների վերահսկողության ներքո եւ որևէ կերպ սա համատել առումով ռուսական առաջարկի հնարավոր չէ։ Քաղաքագետի խոսքով Թրամփի ուղին որոշակի առավելություններ է նախատեսում Ադրբեջանի քաղաքացիների եւ ադրբեջանական բեռների համար Հայաստանի հարավով կապ հաստատելու իրենց անկլավների հետ։ Սակայն այն միջանցք անվաններն առավել եւս էքստերիտորիալ միջանցք պարզապես զավեշտ է։ Անկախ բաժնեմասերի տոկոսային հարաբերակցությունից հստակ սահմանված է, որ երկու կողմերը Հայաստանն ու Միացյալ Նահանգները ունեն վետոյի իրավունք իրենց մասնաբաժինների փոփոխության, երրորդ կողմերի ներգրավման եւ ամբողջ նախագծի վերանայման հարցերում։ Ըստ Քոչինյանի սա շատ ավելի կարեւոր է, քան թվային հարաբերակցությունները։ Կա շատ հստակ տեխնիկական ֆինանսական պատճառ, Միացյալ Նահանգներն հիմնական ներդրումներ անող կողմը, այս պատմությամբ մենք ունենք արդեն $150 միլիոն ներդրում եւ իմ պատկերացմամբ խոսքը գնալու է 400-ից մինչեւ $500 միլիարդ ներդրման մասին, սա երկու։ Եվ վերջապես երրորդը առանց Միացյալ Նահանգների գործուն մասնակցության այս պրոյեկտը եկեք ընդունենք, որ գլուխ չէր գալու։ Քաղաքագետը հիշեցնում է, որ Վաշինգտոնյան հանդիպմանը նախորդել էր Աբու Դաբիի հանդիպումը, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության են եկել գրեթե բոլոր հարցերի շուրջ, բացի հաղորդակցությունների ապաշրջափակումից եւ հատկապես հարավային ճանապարհից։ Եվ երբ Միացյալ Նահանգները սեղանին դրել էր իր առաջարկը, որն ընդունվել է երկու կողմերի կողմից, տրամաբանական է, որ Միացյալ Նահանգները պետք է եւ ունենար գործուն մասնակցություն դրա իրականացման գործընթացում։ Քոչինյանը կարևորում է նաեւ մեկ այլ առանցքային հանգամանք։ Նախորդ առաջարկի կամ պարտադրանքի մեջ ռուսական կողմի սեղանին դրած հենց այս երկու սկզբունքներն էին ըստեյության, որ կասկածի տակ էին դրվում Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը այդ ենթակառուցվածքների վրա։ Այս փաստաթղթում ոչ միայն այդ բառը 15-ից ավել անգամ ներկրկնած, այլ նաև ցանկացած որոշում, որը որ ստորագրված է փաթեթների մեջ, մի քանի անգամ ընդգծած է, որ ամբողջությամբ պետք է տեղավորվի դրա բոլոր արդյունքները Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության մեջ, եւ դրա գործուն օրինակները կան։ Այսինքն հստակ նշված է, որ Հայաստանի պատկան մարմինները պետք է լինեն անցակետում։ Հստակ նշված է, որ ամբողջ ճանապարհը գտնվում է Հայաստանի պատկան մարմինների իրավազորության եւ գործունեության ներքո։ Փաստաթղթում հստակ ամրագրված է, որ անցակետերում պետք է գտնվեն Հայաստանի պատկան մարմինները եւ ամբողջ ճանապարհը պետք է գտնվի Հայաստանի Հանրապետության իրավազորության եւ գործունեության ներքո։ Բացի այդ, արտակարգ իրավիճակներում ենթակառուցվածքների անվտանգությունն ու շահագործումը պետք է ապահովեն հենց Հայաստանի համապատասխան կառույցները։ Չարաշահումները կամ նենգափոխությունները բացառելու համար ըստ էության ինչքան հնարավոր է դետալիզացված այդ ամեն ինչը մեջը բացված եւ դրված է։ Ինչ է ստանալու Հայաստանը Թրամփի ուղու դիմաց։ Հայաստանը պետք է սա դիմաց ստանա փոխադարձ առավելություններ միջպետական ու ներպետական առևտրի մեջ։ Այս նախադասությունը նշանակում է, որ եթե Հայաստանը չի ստանում իր ուրեմն նախադասած առավելությունները, ապա թրիպն իրականություն չի դառնում։ Այդ առավելությունների թվում են երկաթուղային կապը Նախիջևանի հետ, Նախիջևանի միջոցով կապը Իրանի եւ Հայաստանի հարավի հետ, Ադրբեջանի տարածքով հաղորդակցությունը դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա եւ Կասպից ծովի ավազան։ Եվ վերջապես հայ-թուրքական սահմանի բացումը, Թուրքիայի միջոցով եվրոպական երկրներին եւ միջերկրածովյան նավահանգիստներին կապ հաստատելու հնարավորությունը։ Քաղաքագետի դիտարկմամբ այս փուլում ռուսական կողմը որևէ ակտիվ գործողություն չի իրականացնում, ինչը մի քանի պատճառ ունի։ Չեն ուզում Թրամփի ադմինիստրացիայի հետ հարաբերությունները հավելյալ լարել նաև այս թեմայով։ Երկրորդ, իրենք շատ ուրեմն թերահավատ են, որ այս պրոյեկտը ընդհանրապես կարող է իրականություն դառնալ եւ չեն ուզում ակտիվորեն աշխատել մի բանի շուրջ, որը ըստ իրենց չի իրականություն դառնալու։ Եվ երրորդը, ամեն դեպքում նաև Ռուսաստանի ռեսուրսների բացարձակ մեծամասնությունը այս պայծյամ կենտրոնացված է այլ տեղ։ Ինչ վերաբերում է իրանական կողմից մտահոգություններին, թե Հայաստանը կարող է վերածվել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների հարթակի, քաղաքագետը նշում է, որ հայկական կողմը բազմիցս հայտնել է պատրաստակամություն ներկայացնելու այդ մտահոգությունների հասցեական պատասխանները։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։